Բարի օր, սիրելիներս, ինչպես խոստացել էի, որ ձեզ ցույց կտամ մեր բակի պատրաստած ջրի համար պատրաստած չորանոցը, այսօր վերջապես մի քիչ արևոտ է ու կփորձեմ ցույց տալ, թե ինչպես ենք բնական պայմաններում չորացնում մեր ջիրը։ Սա մեր շենքի բակի տաղավարն է, այսպես ասեմ, իմ ծաղկանոցը, իմ ծաղիկները, որոնց շատ սիրում եմ ու մեծ խնամք եմ տանում, խնդրեմ, այստեղ ջրանոցն է, հիմա կտեղափոխենք, որպեսզի կարողանանք արդեն ջիրը տեղավորել նրա մեջ։ Այսպես, սիրելիներս, հիմա մենք չորանոցում շարում ենք սև սալորի ջիրը, պիտի ստանանք սալորա ջիր, որը նախօրոք խաշել ենք, լցրել չորանոցը, ջրքանվել է ու արդեն տեղավորում ենք պատրաստած չորանոցի մեջ, որը ներքևի մասից բաց է, որպեսզի օդը խաղա, հատուկ հարմարանք է պատրաստված, որ միրգը վրեն դասավորվի և այստեղ արդեն ապակե կափարիչ է, որտեղից արևը ջերմացնում է, չորացնում է, այսինքն ստացված է ջերմոցային պայմաններ, տնային պայմաններում ջերմոց է ստացված, որտեղ չորանում է մեր ջիրը, սա մեր բակն է, ինչպես ասեցի, պատրաստվում ենք վաղվա վարդևորին, մենք վարդևոր ենք ասում, վարդավառտոնին ենք պատրաստվում, այստեղ մեր լողավազանը մաքրվում է, որպեսզի վաղվա համար ջրով լցնենք, խնդրեմ, սա էլ մեր ջիրը, դե ինչ, պատրաստի վիճակում էլ արդեն տեսակ, թե ինչ տեսք է ունենում մեր ջիրը, այսքանը, շնորհակալություն, ստեսություն, համեցեք մեր մոտ ջիր ուտելու, առայժմ։ Այսօր եղանակը այնքան էլ բարեհաճ չէ մեր նկատմամբ, անձրևոտ մռայլ օր է, դրա համար ես որոշեցի, որ իմ ջրերը պիտի չորացնեմ հատուկ չորանոցում, էլեկտրական չորանոցում, ահա տեսնում եք, սա իմ ծիրանի ջիրն է, այստեղ բալի ջրերն են, բավականին շատ ջրեր ունեմ պատրաստած, որոնք չորացել են ոչ թե այս էլեկտրական չորանոցում, այլ հատուկ պատրաստված չորանոցում, որը ձեզ կներկայացնեմ մի քիչ հետո, քանի որ դրսում անձրևային եղանակ է, իսկ իմ չորանոցը գտնվում է մեր բակում, այժմ ուզում եմ ձեզ ասեմ ստեսություն, մինչ նոր հանդիպում։